ինչ հարգելի հեռուստադիտող, մենք դարձյալ վերադարձանք տաղավար, Նուր հեռուստաընկերության եթերում բարի առավոտն է, մենք ձեզ խոստանում ենք մեր երրորդ հարցազրույցը դարձյալ լինի շատ հետաքրքիր եւ նույնպես մշակութային։ Այսպիսով, Հայաստանի երգի բարի պետական անսամբլը հանդես կգա նոր համերգով, որը նվիրված է բալետի արտիստ, պարուսույց Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանի 75-ամյակին։ Թեմայի շուրջ խոսելու ենք Աննա Առաքելյանի եւ Շուշան Խարատյանի հետ, ովքեր պարախմբի արտիստուհիներն են։ Ողջունում եմ ձեզ աղջիկներ եւ շատ հաճելի եւ ուրախ է ձեզ տեսնել մեր տաղավարում, քանի որ արդեն 12 եւ անց է, ինձ հետաքրքիր է ինչպես եք սկսել ձեր առավոտը մինչեւ տաղավար գալը եւ ինչպես են առհասարակ սկսվում ձեր առավոտները։ Քանի որ այսօր շաբաթ է, մենք աշխատանքի չենք։ Այո, շատ լավ է։ Սովորաբար երկուշաբթիից ուրբաթ առավոտ ժամը 10-ին մենք մեր դասական պարն ենք կատարում, հետո անցնում ենք մեր փորձերին, պատրաստվում ենք կարևոր շաբաթներ եւ կիրակիներ եք ունենում։ Այսինքն հանգստյան չէ ամեն դեպքում, բայց սիրելի աշխատանքն է, հետեւաբար ինչ որ չափով նաեւ հանգստանում եք։ Միանշանակ։ Ձեր առավոտները ինչպես են սկսվում, Շուշան։ Նույն կերպ, նույն ժամերի, նույն գրաֆիկով, այսօր եւ վաղը ազատ ենք լինում։ Էլի նույն կերպ կլասիկա ենք մի հատ պարապում, հետո անցնում ենք բարերին, պատրաստում ենք մեր համերգին։ Շատ այո, եւ քանի որ շուտով համերգն է տեղի ունենալու, պարապմունքները կարծում եմ շատ են։ Եվ հետաքրքիր աղջիկներ, առավոտը սկսելու համար սուրճը կամ թեյը պարտադիր պայման են, թե այնուամենայնիվ առանց դրա։ Եթե հասցնում եք, եթե հասցնում եք, այո, շատ լավ ասեցիք։ Շուտով տեղի կունենա նոր համերգ 75-ամյակի նվիրված այն մարդու, ով որ ստեղծել է երգի բարի պետական անսամբլը եւ մեծ այսպես ջանքով եւ եռանդով իր գործունեությունը պետք է ներկայացվի նաեւ ներկայիս արտիստների եւ արտիստուհիների կողմից։ Ինձ հետաքրքիր է ինչպես կներկայացնեք իրեն եւ ինչպես կուզեք որպեսզի ճանաչեն թե երիտասարդները եւ թե մարդիկ, ովքեր բացարձակ չեն ճանաչում։ Հովհաննես Խաչիկյանը 2008 թվականից մինչև 2021 թվականը աշխատել է երգի բարի պետական անսամբլում որպես գլխավոր բալետմայստեր եւ իր ծավալած շատ մեծ գործունեությամբ թողել է մեզ այնպիսի ժառանգություն, այնպիսի մեծ գործ, որ այսօր մենք փորձում ենք բոլորս պահպանել այդ ամենը եւ իր շատ դժվար է մեզ համար այս պահին առանց իրեն եւ իր կատարած գործը փորձում ենք այս կերպ բարձրացնել եւ իր հիշատակը վառ պահել, ճիշտ է, նա մեզ շատ վաղ թողեց եւ գնաց, բայց մենք փորձում ենք մեր այսքան լավ աշխատանքով միշտ շնորհակալ լինել իրեն։ Հասկացա։ Հետաքրքիր քանի տարի եք ապրել պարոն Խաչիկյանի հետ եւ քանի տարի է ձեզ ղեկավարել։ Բարովեստի ուսումնարանը ավարտելուց հետո պարոն Խաչիկյանը հենց ընտրեցին, որոշեց, որ ընդունվեմ երգի բարի պետական անսամբլ։ Այդպես ընդունվեցի, 12 տարի է ինչ ապրում եմ այնտեղ։ Շատ ուրախ եւ հիշարժան օրեր ենք ունեցել պարոն Խաչիկյանի հետ, ինքը հենց հզոր կերպար էր, որ ուղղակի հպարտանում ենք մենք միայն իրենով, ցավոք այո, մեր հետ չի ինքը։ Բայց հիշողություններ շատ են ու ոնց հասկացա թարմ են իր հետ կապված։ Ես նաև ֆիքսեցի այն 12 տարին, որ դուք ապրել եք, Աննա, դուք էլ եք նույնքան ապրել։ Ես 17 տարի։ 17 տարի, սա ահռելի թիվ է, ինչ խոսք։ Իսկ մի փոքր պատմեք նաև ինչպես է ձեզ մոտ առաջացել բարի նկատմամբ սերը եւ ինչպես որոշում կայացվեց անսամբլում հայտնվելու։ Ես 5 տարեկանից ինչ ապրել եմ, քաղաք Սիսիանում եմ ես ապրել։ Այսօր շատ հետաքրքիր է, մեր բոլոր հյուրերը գրեթե մի քանիսը սիսիանցի են ու առանց սյունեցի են, այսօր ինչ որ սյունեցիներով շատ հյուրեր են ունենում, այո։ Այդպես արդեն 8-րդ դասարանից եկա սովորելու, շարունակելու բարովեստի ուսումնարանը։ Այնտեղից հետո նոր շատ սիրում էի երգի բարի անսամբլը, որոշեցի եւ պարոն Խաչիկյանի հորդորով, այո, ուղղորդել է ձեզ։ Այո, ընդունվեցի երգի բարի պետական անսամբլ եւ մինչ օրս արդեն 12 տարի, սա ահռելի եւ դուք արդեն 17 տարի, ձեզ մոտ ինչպես եղավ։ Ես 2005 թվականին եմ ընդունվել բարովեստի պետական ուսումնարան, հենց պարոն Խաչիկյանի կուրսում եմ սովորել, դա մեծ պատիվ էր ու երբեք չէի պատկերացնի, որ կլիներ ժամանակ, որ կոնկուրս հայտարարվեց եւ մենք մասնակցեցինք, պարոն Խաչիկյանը շատ մեծ ոգևորություն ապրեց, որ իր սաները իրենց ուժերով անցան այդ մրցույթը եւ կարողացան այդքան ահռելի քանակով ընդունվողների մեջ մենք անցանք 2009 թվականից աշխատում եմ երգի բարի պետական անսամբլում
դեռ ուսումնարանը չավարտված արդեն ընդունվել էինք այնտեղ աշխատանքի։ Հետաքրքիր թվեր եք ասում 2009 թվականին ես նոր դպրոց եմ ընդունվել եւ այսպես որ ասում եք իսկապես շատ ահռելի տարիներ են։ Խոսենք համերգային ծրագրից, ինչպիսի համերգ է սպասվում հանդիսատեսին, ինչպիսի պարեր են այսպես ներառված։ Ես կարծում եմ նաեւ այնպիսի պարեր, որ ինքն է բեմադրել, այսինքն մեծ ներդրում ունի դրանց մեջ։ Համերգը տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին ժամը 7-ին օպերա եւ բալետի ազգային կենտրոնում։ Շատ սպասված համերգ է սա մեր համար, շատ պատրաստվում ենք, քրտնաջան աշխատանք է տարվում։ Այո, նրա բեմադրություններն է հիմնականում լինելու, բացումը լինելու է լորվա պատկերներով, Անուշի 3 մասից բաղկացած, բարելու են սասունցիներ, նավասարդ, կապույտ թռչունը, այդպես, հա, հիմնականում նրա բեմադրված բարերն են։ Եվ մինչև տեղի ունենա համերգը, ինչպես են փորձերը ընթանում, ոնց ասացիք, շատ են այդ փորձերը, մեծ ինտենսիվությամբ, քանի ժամ եք պարապում եւ ամբողջ անսամբլն է ներառված համերգին։ Այո, իհարկե։ Մեր պարախումբը, երգչախումբը եւ նվագախումբը մենք ընդհանուր փորձեր ունենք հատուկ, բեմական փորձեր ենք անում, միասնական, շատ մեծ աշխատանք են կատարում բոլորը, ամեն մարդ իր մասնագիտական առումով, այո, որ մեծ պատվով ներկայացնենք մեր մեծ վարպետին։ Ես կարծում եմ այդքան մարդկանց մեկ կետում եւ մեկ գաղափարի շուրջ համախմբելն էլ դժվար չի, որովհետեւ եթե դա նվիրված է Խաչիկյանի 75-ամյակին, կարծում եմ յուրաքանչյուրն էլ միանգամից իր համաձայնությունը տալիս է։ Ինչպես առաջացավ գաղափարը նշելու իր ծննդյան տարեդարձը։ Ես կարծում եմ, այսպես կարող եք դարձնել անգամ ամենամյա եւ յուրաքանչյուր տարի, եթե նա ձեզ հետ չի, այնուամենայնիվ այսպես նշվի։ Շատ հաճելի կլինի, այո։ Արտիստուհիների գաղափարներ, թե արդյոք ղեկավարներն եւ բարեհարներն։ Շատ շնորհակալ ենք իրենց, որ այսքան մեծ ողջավորությամբ ու որոշեցին եւ իրականացնում են։ Այո, 2008-ից 2021 թվականներին ղեկավարել է անսամբլը։ Ինչպիսի տարիներ էին սա ձեզ համար, ոնց հասկացա, ամենասկզբից իր հետ եք եղել, եթե դուք 2009 թվականից եք, ինչպես կնկարագրեք այն տարիները, որ աշխատել եք իր հետ եւ իր ղեկավարությամբ։ Ինքը այնքան հզոր, ուրախ, պոզիտիվ անձնավորություններ, որ իր հետ նույն դահլիճում գտնվելը դա մի, չգիտեմ, շատ հաճելի էր։ Ունեցել ենք մենք շատ համերգներ, թե Հայաստանի տարածքում, թե Հայաստանից դուրս այլ երկրներ, շատ մեծ համերգներ ենք ունեցել այլ երկրներում եւ շատ լավ են ընդունել մեզ այլ երկրներում։ Ինքը ձեզ հետ մասնակցում էր, որ երկրում եք վերջին անգամ եղել եւ ինչ շրջագայություններ եք ունեցել այդ ընթացքում։ Սա շատ այսպես երանելի հարց եմ ձեզ տալիս, որովհետեւ վստահ եմ, որ անսամբլը շատ է շրջագայել։ Այո։ Ես վերջին անգամ Հովհաննես Խաչիկյանի հետ եղել եմ Իտալիայում, դա մեր լավագույն ու շատ լավ տարիներն էր։ Առաջին անգամ 2010 թվականին Եգիպտոս ենք գնացել ու այդտեղից շարունակվեց շրջագայություն, այո։ Հետո ես չեմ եղել արդեն Պարսկաստանում ենք եղել, Թուրքիայում ենք եղել, հետո արդեն մենք ֆիզարցակուրտում ենք եղել, դրանից հետո Պարզ է, այսինքն ինչ-որ դադարներ դուք ունեցել եք, այո։ Եվ կարծում եմ նաև այստեղ ինքն էլ մեծ ներդրում ուներ այդ շրջագայությունների մեջ, արդյոք նպատակ կա այս համերգային ծրագրերը երկրից դուրս տանելու եւ ներկայացնելու Խաչիկյանի հոբելյանական տարելիցը 75-ամյակը։ Այո, ճիշտ ասած մի քանի օր առաջ հենց իմացանք, տեղեկացանք, որ հնարավոր է նույն համերգը կրկնվի նաև Կրասնոդարում։ Շատ հաճելի է։ Այսինքն շուտով նորից այս թեմայի շուրջ շրջագայություններ են ձեզ սպասվում։ Ինչպիսին է հիմա ձեր ճանապարհը, նաև դասավանդում եք, թե միայն պարով եք զբաղվում որպես արտիստուհի անսամբլում։ Այս պահին դասավանդում եմ մասնավոր բայց հիմնական աշխատանքը մեր անսամբլի այո։ Ձեր դեպքում էլ է նույնը, Շուշան, դուք դասավանդում եք։ Այս պահին չէ, բայց դասավանդել եք։ Կուզեք դարձյալ շարունակվի դասավանդման process-ը։ Պարզապես բալիկս փոքր է, անպայման։ Բալիկի թևան կա այստեղ ոնց հասկացա, ֆիզարցակուրտն էլ, այսինքն ինչ-որ դադարներ եղել են։ Խաչիկյանի հետ կապված հիշողությունները, ինչպես նկատեցի, շատ թարմ են եւ նա նաեւ եղել է բալետի արտիստ։ Մի փոքր կուզեմ նաեւ, եթե դուք տեղյակ եք, ներկայացնեք իր այդ տարիներ, այսինքն նա սովորել է, հետո նոր սկսել է դասավանդել, որպես բալետի արտիստ ծանոթ չեք եղել, բայց մի փոքր կուզեմ պատմեք, ինչպիսին էր եղել եւ իր ստացած գիտելիքներ ինչպես էր օգտագործում որպես ղեկավար եւ պարուսույց։ Ես մի բան հիշեցի ձեր հարցից,
միշտ դահլիճում ինքը ասում էր, որ բարեին ասպարեզն է, որ երբեք չի ճանաչում ծանոթ բարեկամ, քույր, եղբայր, ու միշտ ասում էր, եթե իմ կինը լինի կամ իմ տղան լիներ, եթե սխալ էր, ես իրան տենց դեպքեր պատմել, որ բալետի ժամանակ ասում էր, ես անգամ իմ կնոջը ասել եմ, որ ստեղ պետքա կանգնես, այստեղ պետքա ապարես, ու ինքը այդ ժամանակ դասավանդել էր օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այո, այսինքն խիստ ղեկավարերն այո, շատ խստապահանջ, պահանջկոտ, իր գործի նվիրալ էր, շատ։ Իսկ դասավանդման իր process երկար էր տևում եւ արդյոք պահանջկոտ էր, որպեսզի ճիշտ անեք, ձգված լինեք։ Ես հիշեցի իմ բարի ուսուցման տարին է, մենք էլ նման մի ղեկավար ունեինք, ով լավ ջղային էր, բայց մենք դե ամեն դեպքում իրեն շատ սիրում էինք։ Ինչպես էր այդ դասավանդման process-ը անցնում։ Գիտեք, անգամ երբ որ ինչ-որ տրամադրություն չէինք ունենում կամ այդ օրը ինչ-որ խնդիր էր եղել, ինքը որ մտնում էր դահլիճ, արդեն ինքնըստինքյան տրամադրությունը փոխվում էր, անհնար էր դրական չտրամադրվել ու պարապել, այո, շատ խիստ էր, պահանջկոտ էր, ու այդ խստությունը բայց մեզ հաճելի էր, որտեղ դրա համար մենք ունենում էինք մաքուր աշխատանք, արդյունքը։ Այո։ Եվ համերգային ծրագրի նորից անդրադառնալով մուտքն ինչպիսին արդյոք ազատ է, թե հենց տոմսեր են նախատեսված, մի փոքր կուզեմ այս տեխնիկական մանրամասներն ներկայացնենք։ Տոմսերը վաճառվում են, այո։ Եվ որտեղից կարող է գտնել հանդիսատեսը տոմսեր, օնլայն տարբերակով կարող են գնել, այո, տոմսարկղով կարծում եմ։ Եվ կա արդյոք պահանջարկ հետաքրքրություն նկատում եք դուք տոմսերի վաճառքի հետ կապված, եւ ովքեր են ներկա լինելու, հատուկ հյուրերել եք վստահաբար ունենալու կարծում եմ։ Միանշանակ Հովհաննես Խաչիկյանը աշխատել է արտերկրում, մեզ ասացին, որ իր բոլոր դրսի ընկերները, բարեկամները ժամանելու են այստեղ եւ մեծ անհամբերությամբ սպասում են այս մեծ համերգին։ Այո։ Եվ Երգի բարի պետական անսամբլը Խաչիկյանից հետո ինչպիսին է, ովքեր են ձեր ղեկավարներ եւ ինչպես եք դուք նկատում Խաչիկյանի ներդրումը պետական անսամբլում։ Այս պահին ղեկավարում է Սերգեյը, որը մեր հետ նաեւ ապարում էր։ Շատ հաճելի էլի ընկերական ավելի մթնոլորտում շատ հաճելի։ Եվ նույն գործունեությունը ծավալում եք ինչ Խաչիկյանի ղեկավարության ընթացքում շատ ակտիվ համերգային ծրագրեր բացի այս հոբելյանական համերգից։ Դրիվ նույն տեմպով, այո, առաջին գնում։ Բայց աղջիկներ համաձայնվեք, որ Խաչիկյանից հետո կարծում եմ դժվար է եղել նորից վերադառնալ, ինչ որ դադարներ ունեցել եք իր այդ դեպքից հետո, թե նորից միանգամից process-ը ընթացքի մեջ է եղել։ Չէ, շարունակվել է, այո, շարունակվել է։ Եվ համերգային ծրագիրը նորից հիշեցնենք հեռուստադիտողին տեղի կունենա հոկտեմբերի 19:00-ին 19:00-ին օպերայի բալետի։ Եվ աղջիկներն նաև պատրաստվում են Կրասնոդարում ելույթ ունենալ, այսինքն շուտով ինքը նաև միջազգային Հայաստանի սահմաններից դուրս կգա։ Ես շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար եւ մաղթենք թե համերգային ծրագրին եւ թե ձեր հետագա գործունեություններին հաջողություն։ Դե ինչ հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ հոկտեմբեր ամսին տեղի կունենա նոր հոբելյանական համերգ, որը նվիրված է Հովհաննես Խաչիկյանի 75-ամյակին։ Այսօրվա մեր հարցազրույցներն այսքանն էին, ձեզ մաղթենք հաջողություն, մենք կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից։